Ես ունեմ 5 հերոս զավակ, որոնք պատերազմը սկսվելու հենց սկզբի օրվանից մասնակից են եղել Ղարաբաղյան պատերազմին։ Մեծ տղաս 37 տարի չլրացած, երկու որդերի հայր զոհվեց Օմարի լեռներում։ 3 տղաներս Արայգս դեռ փոքր էր, Արատս ավելի փոքր, նրանք զենք էին վերցնում մեր բանակը, ստեղ մոտիկ էր ռուսական բանակից, գնում էին զենք էին գնում, որ հաստնեն Ղարաբաղ ամեն ձևի։ Այն սկզբնական շրջանից նրանք մասնակից են եղել մինչև քառօրյա պատերազմը։ Քառօրյա պատերազմի առաջին մասնակիցները եղել են Արայիկս ու Արատս, իսկական ազգի նվիրյալները։ Նրանք իրանց կյանքը չեն խնայել հողի ու հայրենիքի համար։ Երբ որ լսեցին, հողը պետք է հետ հանձնեն, գրավյալ տարածքները պետք է հանձնեն թուրքերի, թե ով էր կազմակերպել, այդ չգիտեմ, բայց իրանք առաջի մասնակիցն եղան, որ պետք է հողերը հետ չհանձնեն։ Դրա համար իրանք քաշել են ինչ-որ խմբի մեջ գնացել են, այդ ես դրա համար չեմ կարա նրանց մեղադրեմ, որովհետև իրանք արյուն են թափել հողի ու հայրենիքի համար։ Արայիկս 15 տարի ձեռնափայտովման եկել, բայց Ղարաբաղից չի հրաժարվել։ Մի անգամ Արայիկս մտնում է թուրքի տուն, տեսնի, որ ինչ կա այնտեղ չկա, 13 հատ թուրք շրջապատում են այդ տունը։ Լուսահոգի Յուրա Հովհաննիսյանը 26-ի Յուրան հեռվից մի 100 մետր հեռավորության վրա սպասում է, որ եթե հանկարծ Արայիկս ընկնի թուրքերի ձեռքը, ինքը ընդեղից խփի։ Բայց Արայիկս դուրս գալով այդ շենքից, այդ 13-ին էլ մի անգամից խփում է ու դուրս է գալիս։ Հենց մոտենում են նրան, Յուրան փաթաթում ասում է, եղբայր, դու դարձել ես եղբայրասպան։ Եթե ես տեսնեի, որ թուրքերը հանկարծ քեզ պետք է գերի վերցնեին, ես քեզ խփելու